Բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ լայն ճարտարապետական փառատոնի համահիմնադիր Շանթ Չարոյանին։ Բարև ձեզ, Շանթ, շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեզ։ Բարև ձեզ։ Վերջերս քայլում էի քաղաքում եւ նկատեցի մի ամպի տեսքով ճարտարապետական նմուշ, փաստորեն դա ձեր կազմակերպած փառատոնի մի մասն էր։ Հետաքրքիր է, ինչու մտածեցիք նման փառատոն կազմակերպել Երևանում եւ ինչ հատվածներում են քաղաքում տեղադրված։ Ուրեմն մենք սեպտեմբեր 6-ին բացում արեցինք մեր փառատոնին լայն հայկական ճարտարապետական բիենալեի եւ մեր փառատոնի լրիվ թեման այնա որ հանրային տարածքների օգտագործումը վերականգնել դե մտածել ոնց կարանք իբր ճարտարապետներ նոր ձևով տեսնել մեր սովորական տարածքները ամեն օրվա ուրեմն այս վաղցում հիմա ունենք 8 տարբեր տաղավարներ, որ սարքել ենք տարբեր հատվածների մեջ, կա մի հատ, որ ուղղակի բալկոնից է գախված, կա երիտասարդականից հետևը, մի հատ կա հաղթանակի այգի, մի հատ կա անգլիական այգի, մի հատ կա հայ արտի շենքի, ուղղակի մենք ձևով արել ենք, որ ուզում ենք տարբեր տարածքներ ցույց տալ մարդկանց, որ դրսից են եկել, որ մենք ունենք հյուրեր դրսից են եկել, որ տեսնեն տարբեր ճարտարապետական գործեր, որ հանրային տարածքի հետ կապ ունի։ Դրա համար հաղթանակի հայքին, որ դրել ենք, հին կաֆե Արաքիլի շենքի կողքը դրել ենք, որ ձևով մարդիկ տեսնեն մեր ունեցած շենքերը, նույնպես հանրային տարածքները։ Կարող եք նաև մանրամասնել այդ նմուշների իմաստը, օրինակ ամպի տեսքով ճարտարապետական նմուշը ինչ գաղափար ունի։ Ուրեմն մենք մեր փառատոնը այս տարի առաջին անգամ նվարարեցինք, ամեն 2 տարի անգամ մեր փառատոնը անելու ենք, տարբեր քաղաքի մեջ, տարբեր հանրային տարածքների մեջ, բայց նույն մտածելակերպներով, բայց ամեն մեկ տարի որ անենք, հենց այդ քաղաքի թեմայի մասին պիտի ունենանք։ Մենք այս տարի որ արեցինք Երևանում, մեր թեման օթերում էր, որ կարա լինի օթի մեջ զգացումը, սիրահարված, Երևանը զգում եմ այդ մտածելակերպի մեջ շատ են մարդիկ զգում, երբ որ քայլում են, արևը իջնում է, լույսերը ամեն ինչ նարնջագույն, այդ զգացումը մենք շատ զգում ենք։ Նույնպես այս տարի ունենք շատ խոսքեր օթի գետոդության մասին, որ շինարարությունի կողմից է մեծամասնություն գալիս, փոշի մասին, որ Երևանում շատ ունենք։ Մեր առաջին փառատոնը այդ օթի մասին էր եւ հենց այդ ամբը որ խոսում եք ճարտարապետները սնխ ստուդիոն է որ Հայաստանից ճարտարապետներ են եւ իրենց կողմից ուզում էին բան անել որ մտածելակերպը մի քիչ տեսքով թեթև է բայց նույնպես որ գրավե մարդոց մտածելակերպ բայց գողքը ունենք QR կոդ որ իրենք այդ QR կոդի վրա դրել էին որ պետք է խոսանք climate change-ի մասին, որ կլիմայի փոփոխությանի մասին եւ պետք է փոփոխություն ուզենք մենք Հայաստանում, քանի այդ թեման հետ չենք խոսում։ Այս ամբը որ տեսնում ենք սպիտակ, բայց կարելի է շուկը տեսնել սև ջուրի վրա այդ կողմից իրենք այս ճարտարապետական բանալեր են installation-ը։ Աստորեն կարող ենք ասել, որ խնդիրներ եք վերհանում, բարձրաձայնում եք խնդիրների մասին այս միջոցով։ Սևով մի հատ ուրիշ ունենք, որ հենց էստեղ այս installation-ը նաև թեթև բան է, բայց էսի ավելի խոսում է մեր հանրային տարածքների մեջ ոնց կարանք ունենանք տարբեր տեսականի նստարաններ, որ դասական նստարաններից հեռու է։ Էսի փուչիկներով նստարան է եւ մարդիկ ամեն օր ցածկրդում են վրան, նստում են, զրույցում են, մի կողմից զրույցում են, մյուս կողմից ցածկրդում են երեխեքը եւ նոր ոչ մփերում է, որ դարածիր մեջ հիմա չունենք, մի քիչ ավելի սարած վիճակ է մեր դարածները, որ քարագուսի տասական։ Նշեցիք, որ նաև բացի Երևանից այլ շրջաններում եւս նախատեսում եք իրականացնել փառատոնը։ Երբ է նախատեսվում։ Ուրեմն բիենալե, որ ասում ես, արդեն լիքը քաղաքներ ունեն բիենալեներ։ Վենիսը ամենահռչակավորը ունի, Վենիս բիենալե, որ ասում են, բայց բիենալե բառը, որ օգտագործում ես, արդեն նշում է, որ ամեն 2 տարի անգամ լինում է այս փառատոնը։ Ուրեմն մենք որ առաջին անգամ արեցինք, մտածում ենք ոնց անենք, այդ դրսից մարդիկ գալիս են, ոնց կարանք անենք ձևով, որ գրավե ձևով նյութը բացվի։ Սովորեցինք առաջին անգամ Երևանում անել։
եւ ամեն 2 տարի անգամ դարբեր քաղաք գնալու ենք։ Հիմա որ Երևանում սկսել ենք 2 տարի հետո ցևով մը ուզում ենք ուրիշ այլ քաղաք գնալ, որ Հայաստանի մեջ է, եւ դարբեր հանրային տարածքերի մեջ աշխատենք, որ այդ քաղաքին փոքր туриզմ կարելի է զարգանա, եւ ցևով մը մեր արվեստի մտածելակերպները, որ ունենք Երևանում լիքը, փորձենք ցևով մը տարածել, քանի որ Հայաստանը միայն Երևան չէ, դա պետք է ասենք, եւ լիքը մարդիկ կան Երևանում, որ ուղղակի չեն եղել քաղաքներ Հայաստանի մեջ, Սյունիքի մեջ, հերու քաղաքներ, քիչ Գյումրի Վանաձոր ամարտ եղել է, բայց կան լիքը քաղաքներ, որ մարդիկ չեն եղել, ցևով մտածում ենք, որ ծրսի համաշխարհային մարդիկ որքան դարբեր քաղաքներ տեսնեն, նույնպես Երևանից փորձենք մարդոց կանչել դարբեր քաղաքների մեջ, որ իրենք էլ գաբվեն դարբեր տարածքների մեջ։ Արդեն քանի օր է փառատոնն իրականացվում է Երևանում։ 3 շաբաթը պիտի լինի այս շաբաթ օրը։ Այս ընթացքում հետաքրքիր է ինչ-որ հարթակ ստեղծվել է, որ կարողանաք նաև քաղաքացիների արձագանքներին ծանոթանաք, հասկանաք ով ինչպես է անցալել այդ նմուշները։ Լավ հարցում է, մենք ճիշտն ասած ամեն օր մեր էջի Instagram-ի ամեն օր մարդիկ tag են անում, որ շատ հետաքրքրական է։ Մենք ամեն մեկ տաղավարի կողքը դրել ենք փոքր քրություն, որ այս տաղավարի իմաստը ինչ է, հայերենով եւ անգլերենով եւ ով են ճարտարապետները եւ որ երկրից են, քանի մենք կարելի է 6 տարբեր երկրներից ճարտարապետներ ունենք, որ աշխատել են տարբեր տաղավարներ։ Նրանք հայ են թե օտարերկրացի։ Օտարներ կան, հայեր կան։ Սփյուռքահայեր, գեսը գարամ ասեմ հայ եւ սփյուռքահայ է, մյուս գեսը օտար լրիվ։ Մենք բացատրեմ ոնց արեցինք, մենք ուրեմն նոյեմբերին մեր announcement արեցինք, launch արեցինք, հայտարարություն արեցինք համաշխարհային գայքի վրա, Iflax-ի վրա, որ մենք բաց կանչ ունենք եւ այս փառատոնը անելու ենք Երևանում, հանրային տարածքների մեջ։ Եվ այդ մի ամսվա մեջ, որ մենք հայտարարություն արեցինք, 171 թիմում ունեցանք 38 տարբեր երկրներից, Ճապոնից մինչև Բրազիլիա, մինչև Կանադա, մինչև շատ երկրներից թիմումներ ունենք եւ մենք ժյուրի անդամներ սարքել ենք, որ որոշենք, որ տաղավարները սարքելու ենք, քանի բյուջեն սահմանափակ էր, ցավոք չենք կարա շատ անենք, դրա համար 8 հատ որոշեցինք եւ սարքեցինք, ունենք ճարտարապետներ Հոլանդիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ամերիկայից, Անգլիայից, Հայաստանից, այսա։ Իսկ նրանք այսքան եկել են եւ հենց տեղում պատրաստել են այս նմուշները։ Ամեն մեկ խումբ տարբեր ձևով սարքեցին, ունենք այդ իտալական խումբը, որ եկան հուլիսին եւ ասեղ աշխատում ենք Գարուհի հետ եւ Թերցակի հետ եւ երկաթիչ սարքողների հետ, որ հենց ամեն տեխնիկաները ուզածում բես սարքվի, բայց ունենք նաեւ խումբեր, որ իրենք պատրաստել են, հետերնին բերել են եւ այստեղ հավաքել են ամեն ինչ։ Գիտար նմուշները, մանավանդ փուչիկները, այստեղի խնդիրներ ունենք, որ հadoop ձևով պետք է միանա բանը, փուչիկները, անգույները, էդի այստեղ ոնց որ հնարավորություն չունեին կանելու։ Դրա համար իրենց խումբերին միասին սարքեցին եւ բերեցին այստեղ, հետո ուրեցուցին քեզ։ Իսկ այստեղ ինչ որ այլ կառույցների հետ համագործակցում եք, որպեսզի իրականացնեիք այս փառատոնը։ Այո, մենք աշխատել ենք Ճարտարապետական թանգարանի ինստիտուտի հետ, Ալեքսանդր Թամանյան անվան, եւ իրենց այդ ցուցանիշ արել ենք, որ հանրային տարածքների մասին է։ Անունը Երևանի հանրային տարածքներ, անցյալն ու ներկա։ Եվ մեզ համար շատ կարևոր է, քանի հանրային տարածքների մասին խոսում ենք, բայց հիմա ուղղակի բաներ սարքում ենք, բայց մտածում ենք լավ գլներ, որ ուղղակի մարդկանց ցույց տալ ուր են այս տարածքները, ինչ են եղել, անցյալը ոնց էր, նախագիծերը ոնց էր, հիմա վիճակը ոնց է։ Այդ վաղտում մենք արխիվնին օգտագործել ենք եւ իրենց հետ համագործակցել ենք, որ հին լուսանկարներ եւ հին արխիվային նկարներ, որ ճարտարապետական գծակիրներ, դրել ենք կողքի դրոնի հիմակվա նկարները այդ նույն տարածքների։ Ունենք օպերայի մասին, վերնիսաժ արած մեծ այգիեր, հիմա վերնիսաժն է, Ցևով ցույցանտեսը ցույցադարից ոնց հանրային տարածքները փոխվում են, ինչպես մի հանրային տարածք ուրիշ տարբեր տեսակի հանրային տարածք է հիմա, որ շատ հետաքրքրական է ինձ թվում մարդկանց համար։
Եվ կարծում եմ հենց այս փառատոնի միջոցով էլ արդեն փորձել եք մարդկանց ուշադրությունը արդեն սևեռել նոր Երևանի նոր տարածքների վրա եւ ինչ որ չափով կարող ենք ասել, որ սա նաեւ ժամանակակից ճարտարապետության ինչ որ մոտեցում էր, որ փորձել եք ցույց տալ։ Այո, 100%։ Գիտես, Երևանում հիմա շատ շինարարություններ ունենք եւ ամենամեծ խնդիրը որ ունենք Երևանի մեջ դա որ այդքան որ բարձր շենքեր սարքում ենք չենք մտածում շենքերի մեջտեղները ոնց մարդիկ են ապրելու եւ այս հանրային տարածքի մտածելակերպը ուղղակի չկա ոնց են շենքերի մեջտեղը մարդիկ ապրելու են դրա համար մենք որոշեցինք որ այս փառատոնը որ հանրային տարածքների մասին լինի նաեւ ժամանակակից ճարտարապետական մտածելակերպեր են որ շատ կարեւոր է քաղաքի մասին երբ որ շինարարություն շատ կա շինարարությունի աճ հիմա շատ կա Հայաստանի Երևանի մեջ։ Դուք ինչպես գիտեմ Սիրիայից եք վերադարձել Հայաստան եւ արդեն հայնադարձվել եք այստեղ եք ապրում։ Այո, ես Սիրիայից հետո Ամերիկայի ապրում, այնտեղ եմ ուսանել, հետո տեղափոխվել եմ Ամերիկայից 3 տարի պիտի լինի, թե 3 տարի չեղավ, բայց 3 տարի է լինելու։ Այսինքն կարող ենք ասել, որ վերադարձաք եւ նկատեցիք խնդիրները եւ հիմա փորձում եք ինչ որ ձևով ձեր տարբեր երկրներում ձեռք բերած փորձը ներդնել այստեղ։ Այո, հենց այդ ես որ տեղափոխվել էի, ես կորոնայի ադեն էստեղ տեղափոխվել էի եւ այդ վաղտում արդեն սկսա գաբը ստեղծել, բայց հետո այդ պետք է վերադառնայի, քանի մագիստրաս անում էի Բոստոնում, որ վերադարձա Բոստոն, մտածում էի, օքեյ, չեմ ուզում ես Նյու Յորք գնալ ամեն մարտինոման, ինձ համար չի։ Մտածեցի, որ Հայաստան կամ կարամ ավելի իմաստով բան անել։ Վերադարձել էի եւ դարբեր նախագիծներ այսօր հիմա անում եմ սենց սպիտակ թուղթի վրա նկարել էի գրում էի ինչ էի ուզում անեմ ստեղ ուղղակի եւ դրա համար հիմա լայն փառատոնի մասին մենք խոսում ենք բայց ճիշտ ասած լայնից զատ ես ՀԳ ունեմ որ անուն Ջարդար է եւ Ջարդար ՀԳ-ից էսի մեր երկրորդ պրոյեկտն է ուրիշ պրոյեկտներ ունեմ անունը Օշագանի նախագիծ եւ Օշագան գյուղի մեջ 2 տարի եղավ ամառային դպրոց անում ենք Անգլիական համալսարանի հետ անունը Architecture Association եւ international աշակերտներ գալիս են Հայաստանում, որ ուղղակի խոսանք ժառանգության մասին եւ գայուն շինարարության մասին, թեմաներ են, որ մարդիկ չեն ուզում շատ խոսան Հայաստանի մեջ, բայց ոնց կարանք ժառանգությունից սովորենք, քան թե շինարարական տեխնիկներ օգտագործենք, որ Ֆրանսիայում անում են, կարանք մեր հին ժառանգությունից սովորենք եւ նենց դոր գայուն շինարարություններ անենք։ Ինչպես հասկացա, ձեր աշխատանքում դուք ավելի շատ միտված եք անցյալի նաև օրինակով, փորձել ինչ-որ նոր բաներ ստեղծել։ Այո, ձևով մտենց որ քանի կարևոր է, քանի անցյալում շենքեր կան, որ հիմա շատ լավ թեր կանգնած են եւ վիճակը լավ է։ Եվ հիմա տեսնում ես 10 տարի առաջվա շենքերը, որ սարքել ենք Հայաստանում, փճացած վիճակի մեջ են, նյութերը վատ են, ինչ գիտեմ, ինչ։ Այդ ամեն աստում է եւ ինձ թվում է գարանք ավելի անցյալից սովորենք, քան թե հիմակվա վիճակից։ Ինչ-որ լուծումներ ունեք, որ պատրաստվում եք ներկայացնել թեկուզ։ Չէ, մենք ավելի բարեկարգել ինչ-որ առումներով։ Լուծում չեմ կարա ես առաջարկեմ, բայց ինձ թվում է մենք ուզում ենք, որ փառատոնը բրծի, նամակ պատրաստել, որ քաղաքապետարանի հետ աշխատենք թեվոմը, որ մտածենք ոնց կարանք արժև գնանք։ Շատ բաներ սովորեցինք եւ սովորեցինք եւ ուղղակի զգում ենք, որ մարդիկ էլ հետաքրքրված են, որ դարբեր տեսակի հանրային տարածքներ ունենանք Երևանի մեջ։ Կարելի է որ ուղղակի մտածելակերպը չգա այստեղ, որ այլ ցևով սարքենք հանրային տարածքներ, բայց կարանք սկսենք մենք իբր ՀԳ կարանք սկսենք իրենց հետ համագործակցել, որ երեխեք ուրախ լինեն։ Բայց հիմա ոնց որ նոր այգի սարքել են, չեմ եղել դեռ, պետք է գնամ, բայց Նկատի ունեք Օղակաձև այգի։ Այո, որ արել են Keron Foundation-ի հետ։ Նշեցիք, որ սպիտակ թուղթ ունեք, որի վրա ձեր նախագծերն եք գրում, հետաքրքիր է հետագա ապագայում իրականացվելիք ինչ-որ ծրագրեր կան, որոնց մասին կցանկանայիք հայտնել։ Բացի այս փառատոնից։ Ճիշտ ասած հիմա որ երկու պրոյեկտները որ անում եմ, Օշագանի նախագիծ եւ լայնը, երկար պրոյեկտներ են։ Մի անգամվա պրոյեկտ չի եւ արդեն հիմա մենք սկսել ենք երկրորդ քաղաքը ուր ենք անելու, չեմ դեռ չենք որոշել, բայց թեման ինչ կարող է լինի, պետք է գնանք այդ քաղաքը իրենց քաղաքապետարանի հետ սկսենք կապ ստեղծել, որ կարողանանք հանգիստ աշխատել եւ իրենց հետ էլ ուրախ որ իրենք լինեն։ Եվ այսինքն պատրաստում եք յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր Հայաստանի քաղաքում ինչ որ խնդիր, հա, միգուցե մտահոգություն գտնել եւ
Մտահոգություն, բայց կարելի է նաև գարույցի մասին ընդեղ, որ հատուկ հենց այդտեղից է։ Ուղղակի թեման որ այդ դարածքի հետ գաբ ունի, բարդավոր չէ խնդիր լինի։ Բայց մտածում էինք, որ մի կողմից հանրային դարածք, մի կողմից խնդիր միասին խառնենք եւ այդտեղից այդ դենց փառատոնը սարքենք, այդ բարձ ձևով որ ասեմ։ Բայց հիմա նաև գամած սկսում եմ մենք իբր ՀԿ սկսենք աշխատել Վրաստանի հետ, ճիշտն ասած, քանի ուզում եմ ավելի գաբեր ստեղծել, քանի Վրաստան իրենք շատ կոր դրանում են եւ մենք էլ էստեղ լիքը բաներ կա, լիքը ճարտարապետական թեմայի համեմատ բաներ անկանում Հայաստանում եւ ուզում եմ ավելի գամած մտածել, երբ ոնց Հայաստանը կապենք տարբեր երկրների հետ։ Հիմա շատ չեմ գարա խոսամ, բայց նոր պրոյեկտ ենք սկսելու, որ Վրաստանի, Հոլանդիայի, Ուկրաինայի տարբեր երկրների հետ միասին նախագիծ ենք անելու շուտով կալ դարվա համար։ Վերադառնանք փառատոնին, մինչև երբ քաղաքացիները կարող են տեսնել այս նմուշները։ Ուրեմն մենք մեր փառատոնը մինչև հոկտեմբերի 4-ը, հենց 4 շաբաթ էր լինելու քաղաքի մեջ, եւ մեր նպատակը միշտ այդ էր։ Մինչև հոկտեմբեր 4 տարբեր իվենտներ ունենք եւ մեր փակման իվենտը շուտով կհայտարարենք, բայց այս շաբաթ օրը մեր քիրքի շնորհանդես ունենք, որ արել ենք փառատոնի հետ Կալուս Գյուլբենյան Foundation-ի օգնությամբ եւ մեր փառատոնը այս օթերում թեմայի հետ որ ունենք, ուզում ենք նաեւ փոքր քիրք, արվեստական քիրք սարքենք, որ այդ թեմային մտածելակերպը ավելի խոսում է։ Բարդատիր չէ ամեն տաղավարների մասին նմուշներ ունենք եւ նկարներ ունենք, ավելի էսի այդ թեմային միտքը բանալ ավելի եւ խոսանք տարբեր թեմայի եւ շատ գեղեցիկ դիզայներ էլա, լավ դիզայների հետ Հայաստանի մեջ աշխատել ենք եւ շաբաթ օրը շնորհանդես կունենանք հաղթանակի այգիում։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար եւ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներին։ Մերսի շատ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի լայն ճարտարապետական փառատոնի համահիմնադիր Շանթ Չարոյանի հետ։ Կհանդիպենք։